Օրինակ դուք ինչու չհավաքագրվեցիք Նիկոլ Փաշինյանի կողմից այդ մարդիկ հավաքագրվեցին, ինչ որտեղ խոցելի է եղել, հա, եկեղեցին, որ հնարավոր եղավ այսպես օգտագործել այդ խոցելիությունը, Աքելեսյան գարշապարը։ Սկսեմ ինձանից, ես երբեք չեմ հավաքագրվում եւ ես ունեմ իմ դիրքորոշումը իմ եկեղեցու հետ կապված, իմ սրբությունների հետ կապված։ Ասեմ, այո, առաջարկ եղել է, ես որպես նախկին հոգևորականն եմ եղել այդ առաջարկը իշխանությունների կողմից եւ ես հստակ մերժել եմ։ Երևի ԱԱՑ-ին են ուղարկել, շատ լավ, պետք է։ Ես հստակ մերժել եմ, որովհետեւ ես ունեմ իմ դիրքորոշումը, իմ եկեղեցու եւ իմ սրբությունների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է եպիսկոպոսներին, ես անկեղծ ասեմ, ես չեմ կարող իմանալ, թե ինչեր կան իրենց դեմ, բայց որ իմանալով իրենց նախկինում, կարող եմ ասել, որ իրենցից մի քանիսին հաստատ ինչ-որ մի բան կա, որովհետև այդ մարդիկ եկեղեցու կողքը կանգնող հոգևորականներ էին, այսինքն եկեղեցին երբեք եկեղեցու դեմ եղող հոգևորականներ չեն։ Ճիշտ է, մի քանիսից սպասելի էր, որովհետև նրանք ի սկզբանե եղել են այսպես ասած շահի հետևից չէ, վեհապարի դեմ խոսացող, այսինքն պատերի տակ խոսացող։ Ոչ թե, որտեվ 26 տարի իրենք այս կաթողիկոսին ասել են վեհապար տեր։ Այդ ոնց եղավ, որ գնացին միանգամից ստացան աջակցությունը բանի Փաշինյանի եւ դարձան դեմ եկեղեցուն։ Ոնց եղավ։ Ինչպես իրենց բազում ուղերձներում, այսինքն մի քանի ուղերձներում ասել են Միքայել Բագրատ Արշակ եւ Մկրտիչ Սրբազանները բանդից։ Այո։ Դուք կարող եք այս անհամաձայնությունները բարձրացնել եկեղեցական տարբեր ատյաններում։ Դուք ունեիք դրա հնարավորությունը։ Բայց ինչպես նշում էին իրենց ուղերձներում սրբազանները, դուք 26 տարի լռել եք, 26 տարի ինչ ասել է այս կաթողիկոսը արել եք եւ օգտվել եք եկեղեցու հնարավորություններից բոլոր իրենցից 6-ը այս կաթողիկոսի ձեռքով են ստացել եպիսկոպոսության աստիճան, 4-ը արքության պատիվը այս կաթողիկոսից են ստացել, 26 տարի ոչինչ չեն ասել իրեն դեմ, դա կլինի Գերագույն հոգևոր խորհրդի նիստում, դա կլինի միաբանական ժողովներին, դա կլինի առանձին զրույցներում, ինչ ասել են, համաձայնվել են։ Եվ փոխարենը այն մարդիկ, ովքեր որ այսօր նստած են, իրենք շատ անգամ վեհապարին ասել են ոչ, վեհապար սենց չի, նենց է եւ այլն։ Դա եկեղեցական ներքին խոհանոց է, այդտեղ չմտնենք։ Այնուամենայնիվ ես կուզեմ, որ այսինքն ոչ թե կուզեմ, այլ կլինի այդպես, որ մի օր պարզ կլինի եւ կոմպրոմատներ այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ այս ամեն ինչում կանգնած են եկեղեցու դեմ, եւ այն մարդիկ պատասխան կտան, թե ինչու արեցին այս ամեն ինչը։ Դե ախր կոմպրոմատներ եք ասում, բայց արդեն բոլորիս հայտնի է, հա, թե ով ինչով է զբաղվել, ով ինչ մեղքեր ունի, թույլ տվեք այդպես արտահայտվել իր ուսերին, այսինքն դա այլևս կոմպրոմատ չէ, որ կարողանա օգտագործել այդ մարդկանց։ Ցավալին այն է, որ նույն ԿՊԱ-ական շրջանակները այս եպիսկոպոսների հասցեին դեռ մեկ ամիս առաջ ասում էին վերջին բառերը։ Դե Բենթլին միայն էլի է, վերջին բառերն էին ասում եւ արտահայտվում։ Դեռ մեկ ամիս առաջ, դեռ 5 ամիս առաջ, երբ ԱԱԾ-ն առաջին անգամ մտավ Վեհարան, Մայրաթորի տարածք, այս եպիսկոպոսներից շատերը պաշտպանում էին Մայրաթորը եւ նույնիսկ մեկը աղեկտուր լաց էր լինում։ Ինչու եք մտել Մայրաթոր, դուք գիտեք ուր եք եկել եւ այլն եւ այլն։ Դրա համար զարմանալի էր էլի վերափոխումը նրանց։ Դե ասում եմ, ոմանց համար զարմանալի էր, ոմանց համար ոչ։ Դերասանություն էին անում։ Չգիտեմ ինչ էին անում, բայց ցավալի է։